Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով։ Թանկագին բարեկամներ, սիրելի ընկերներ, կանանց միամսյակի հետ կապված այսօր ուզում եմ ձեզ համար ընթերցել առաքինի կնոջ մասին, որը գրված է Առակաց 31 10-ից 15 համարներում։ Առաքինի կին ով կարող է գտնել։ Նրա գինը ավելի է, քան թե գոհարները։ Նրա վրա վստահ է իր մարդի սիրտը եւ շահի կարոտություն չի լինի։ Նրա բարիքը կհատուցանե եւ ոչ թե չարիք։ Իր կյանքի բոլոր օրերում նա կորոնե բուրդ եւ քթան եւ կգործե իր ձեռքի հոժարությամբ։ Նա վաճառական նավերի կնմանվի, հերվից կգա նրա վարձը։ Նա դեռ գիշերն է վեր կենում եւ իր տան կերակուրը տալիս եւ իր աղախիններին բաժինը։ Սիրելի կանայք, սիրելի քույրեր, մենք Աստծո խոսքից պիտի առնենք մեր նկարագիրը։ Ահա որպես կին դու պիտի զգուշանաս եւ իմանաս, որ Աստծո խոսքը նկարագրում է կնոջը, որ ինքը պիտի այնպիսի հոգևոր ընթացք ունենա, որ իր մարդի սիրտը վստահ լինի իր կնոջ վրա, որ ինչ վիճակում էլ որ կինը լինի, որտեղ էլ որ իր կինը լինի, իր մարդու սիրտը վստահում է իր կնոջը։ Նաև կնոջը նկարագրում է, որ ինքը աշխատող է, արարող է, տնաշեն է եւ իր ձեռքով իր հոժարությամբ աշխատում եւ կերակրում է իր ընտանիքին եւ ցույց է տալիս նաեւ Աստծո խոսքը, որ առաքինի կինը վաղ է արթնանում իր տան կերակուրը պատրաստելու համար, ուշադրություն է դարձնում, հոգատար է իր ընտանիքի համար եւ եթե ունի նաեւ սպասուհիներ, աշխատողներ, նրանց համար էլ բաժին է հանում։ Ահա այսպիսին է լցված առաքինի կնոջ կերպարը, որ ինքը վստահելի է, հոգատար է եւ հոժարությամբ աշխատող է։ Եղիր այսպիսին, վերցրու այս օրինակ Աստվածաշնչից եւ կիրառիր քու տնաշինության, քու ընտանիքի կառուցման մեջ եւ փառավորիր Աստծուն, որովհետեւ սա սովորեցնում է Աստծո խոսքը, թե ինչպիսին է առաքինի կինը։